ասեք ինչու մենք ստեղ չպիտի անենք։ Ինչու է ստեղ չպիտի անենք։ Չէ, այդպես նպատակահարմարով չի։ Մեզ պիտի հստակ բացատրեք ինչով ենք մենք խանգարում։ Չէ, պիտի հստակ պիտի հիմնավորեք ինչու մենք այստեղ չենք կարող անել։ Եթե ասեք, մենք նույնիսկ ելույթ չենք ունել։ Մենք նույնիսկ ելույթ չենք ունել։ Մենք նույնիսկ ոչ շենք ենք մտնում, ոչ բան այստեղ մայթին կանգնած ենք, ցանկացած ոք մայթին կարող է կանգնել եւ ակցիա անել, ցանկացած բովանդակություն։ Այդպես խնդրեմ Ես էլ ասում եմ պիտի հիմնավորեք ասելով չի, պիտի ասեք ինչով ենք մենք խանգարում անվտանգ, ինչ ձեր ծառայությանը ոնց ենք մենք իրականացնում։ Հիմա ձեզ ասում ենք ձեր խաղը ակցիային ոչ մի չի խոչընդոտում։ Ձեզ ասում ենք անցեք դիմացի հայտվածը, դիմացի հայտվածում ձեր ակցիան իրականացնում։ Ավել բան չենք։ Էլ ոնց է լինում խոչընդոտել։ Հիմա խնդրենք անցեք խոչընդոտել ոնց է լինում։ Մեր ակցիային Պարոն այո, խոչընդոտելը ոնց է լինում է։ Եթե դուք ել ոնց է, մենք չենք խոչընդոտում, հենց հիմա խոչընդոտում ենք խոչընդոտում։ Մենք ասում ենք ձեր դուք հիմա խոչընդոտում եք մեր ակցիան դիմացի մայթին։ Դուք հիմա հենց հիմա խոչընդոտում եք։ Ասում եմ հենց հիմա խոչընդոտում։ Հիմա քայլելով դուք հիմա ձեր գործողություններով խոչընդոտում եք մեր խաղաղ ակցիան։ Մենք հենց հիմա ու ձեր շահերից չի բխում մեզ հետ այս տոնով խոսել։ Բարեկան ինչ տոնով գալ եւ այս տեսակ վերջնագրեր ներկայացնել։ Մի րոպե, պետական հարողակարգը պահանջում է։ Ինչ է պահանջում։ Մայթին մենք հիմա այստեղ կանգնած ենք եւ ասենք հասկացա, այս հատվածում չէ ձեր ակցիան խնդրում եմ շարունակեք այն կողմից։ Նախապես Հարողակարգային միջոցառումը նախատեսված։ Չէ, մենք էլ առաջնորդում ենք դրանով, այդ ընթացքում որևէ կերպ չենք խանգարում մենք հասարակական։ Պարոն Բաբաջանյան, մարդիկ հանգիստ կարող են պետական հարողակարգով այս հատվածը միջոցառման վայր չի համարվում։ Հարողակարգի համար կանգնած են նախարարը մենք որևէ կերպ ձեզ չենք կոչընդոտում։ Խնդրում եմ Ես էլ ասում եմ, ես ձեզ եմ խնդրում, մի խանգարեք։ Մենք չենք խանգարում, մեր խաղաղ ակցիան։ Մենք շարունակելու ենք այնտեղ, որտեղ հայտարարել ենք իսկ մենք հայտարարել ենք, որ արտգործնախարարության շենքի առջև Այո, նայել է առջև, դրա համար չենք խոչընդոտում, խնդրում ենք անցեք փողոցի այն կողմը։ Եվ մենք հիմա ուզում ենք մեր քաղաքացիներին իրազեկենք, թե ինչ հանցագործ է այստեղ եկել Հայաստան։ Պարոն Բաբաջանյան, խանգարում եք, թույլ չեք տալիս, որպեսզի մեր քաղաքացիները իմանան, որ մենք հիմա այստեղ խաղաղ իրականացնում, մենք ենք խնդրում։ Մենք որևէ կերպ չենք ուզում խոչընդոտենք ձեր ակցիային, ընդհանրապես տեղանքի առումով խնդրում ենք առաջանալ է փողոցի այն կողմ խաղաղ ակցիային։ Հենց հիմա խոչընդոտում ենք առանց հիմնավորում տալու, թե ինչու մենք պետական հարողակարգային միջոցառումը նախատեսված այսօր այս պահին։ Ոչ մի պետական հարողակարգ չկա այս պահին, այս վայրում ոչ մի պետական հարողակարգ այս հատվածում չկա։ Այնտեղ ամեն ինչ վերջանալու է, այս հարողակարգային միջոցառումը նախատեսված է արտգործնախարարության շենքում չէ, հիմա իրենք ասուլիս են տալի, մենք ինչով ենք այստեղ գտնվելով խանգարում։ Ես չեք խոսում։ Հենց հիմա ուղիղ եթերում, հենց հիմա դուք առանց անհիմն մեզ ինչ-որ պահանջներ եք ներկայացնում։ Ես էլ ձեզ ասում եմ, հենց հիմա խանգարում եք մեր ակցիային։ Եվ ձեր այս պահանջներով մեր ակցիային 10 նապատիկ ավելի մեծ հնչեղություն եք տալիս։ Այդ եք ուզում։ Շատ լավ է։ Ապրեք։ Մենք ձեր ակցիային, մամուլն իմանում է, որ ոստիկանությունը ուղղակի քաղաքական իշխանության հրահանգով ռուսները ձեզ հրահանգել են, որպեսզի գաք այստեղ այս 10-15 հոգանոց ակցիան նույնիսկ թույլ չտաք խաղաղ ակցիան չենք իրականացնել։ Ինչի մասին է խոսքը։ Նույնիսկ ձեն չենք անել, լուրջ կանգնած ենք եղել։ Ես ձեր հարցերին առանձին կպատասխանեմ։ Ես ձեզ հետ չեմ խոսում։ Ես խոսում եմ ոստիկանության հետ։